բազմիցս խոսել ենք եւ միջև Տեր Հիսուսի երկրորդ գալուստը առիթներ շատ պիտի ունենանք խոսելու մեր Տիրոջ հիանալի աննման սիրո մասին։ Մի սեր, որ սահման չունի, չափ չունի, չափման միավոր չունի։ Եվ մարդկային լեզուն, որքան էլ ճոխ լինի, որքան էլ զարգացած լինի, չունի այն կարողությունը ամբողջությամբ արտահայտելու աստվածային սիրո մեծությունը։ Ահա տեսեք Պողոս առաքյալ Եփեսացիներին ինչ է գրում, 3-րդ գլուխ 17-ից 19 համարները։ Որպիսի Քրիստոս հավատքով ձեր սրտերի մեջ բնակի եւ դուք սիրով արմատանաք եւ հաստատվեք, որպիսի կարողանաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը, երկայնությունը, խորությունն ու բարձրությունը։ Ինչ են սրանք? Չափորոշիչներ են։ Այսինքն ճանաչել Քրիստոսի սերը։ Չափորոշիչ, որոնց չափը տրված չէ, որ գիտությունից գերազանց է, որպիսի լեցվեք Աստծո լրությունով։ Այո, նախկինում էլ բազմիցս խոսել ենք այս մասին, այսօր էլ պիտի շարունակենք խոսել, ոչ թե որ նախկին մեր լսածները թարմացնելու համար, այլ Տիրոջ շնորհքով աստվածային ամենազորավոր պրիզմակով, որ է իր խոսքը, այդ տեսանկյունից պիտի նայենք։ Որքան էլ որ խոսենք Աստծո սիրո մասին, դեռևս խոսելու շատ նյութ կա։ Սուրբ գրքի մեջ Աստծո սիրո ամենալավագույն ներկայացնողը Հովհաննես առաքյալն է, եւ որը մեկը չի կարող առարկել։ Ձեզ փաստ ասեմ, առաջի ընդհանրական թղթում Հովհաննես առաքյալի գրած 135 համարներ կան, որոնց մեջ 46 անգամ նշված է սեր, աղապի, թեև հաճախ ասում են ագապե, բայց իրականը աղապի սեր։ Այս թուղթը Աստծո սիրո վրա է հաստատված, Աստծո սիրով պարուրված է, Աստծո սիրո մեջ թաթախված է, ամբողջ այս գրություններից Աստծո սերն է բուրում։ Ի հակադրություն, ոչ թե ի համեմատություն, համատել անկարելի է։ Ի հակադրություն, օրինակ Ղուրանի, գիտեք ասում են, որ բոլոր կրոններն էլ իրենց սուրբ գիրք ունեն։ Իսկապես սուրբ են այդ գրքերը։ Ղուրանի մեջ գեթ մեկ անգամ սեր չեք կարող գտնել։ Միայն ատելություն, թշնամություն, սպանություն։ Մուհամեդը խորամանկ մի մարդ էր, ելավ հնգամատյանից բաներ վերցեց, գողացավ, գրեց իբրև թե Աստված իրեն տվեց, քարայրի մեջ Աստծո հրեշտակ իրեն հայտնվեց, լուսավոր, ով էր հայտնվողը, սատանան ինքը, եւ գրել տվեց, ատելության հոգին լեցրեց այնտեղ։ Բայց այն գիրքը, որ մեր ձեռքերի մեջ է, որ միակն է ամբողջ աշխարհում եւ կոչվում է Սուրբ, նրա մեջ Աստծո սերը կա, նրա մեջ Աստծո ողորմությունը կա, Աստծո փրկությունը կա։ Հունարենը, գիտեք, որ աստվածաշնչյան լեզուն է։ Մենք սիրում ենք մեր լեզուն, հայերենը, որովհետև այն գեղեցիկ լեզու է, ճկուն լեզու է, մեր մայրենի լեզուն է, սակայն օրինակ վերցնենք, հայերենի մեջ բոլոր սերերը ներկայացվում են մեկ բառով, անգամ կաթի սերը։ Աստծո սեր, մարդու սեր, կաթի սեր, նույնն է, չէ՞։ Բայց հունարենի մեջ ամեն մեկը իր բառ ունի։ Բացի աղապի սիրուց կա նաև ֆիլեո, որ եղբայրասիրություն է։ Ֆիլադելֆիա բառը դրանից է գալիս, եղբայրասիրություն։ Կամ էրոս, որ զգայական մարմնավոր սիրո մասին է։ Պատմականորեն, եթե քննենք առաջի դարում քրիստոնեության մարտահրավերը ոչ թե հեթանոսություններ, այլ գնոստիկական ուսմունքներ։ Գնոսա, որ գիտություն է նշանակում եւ սրան շատ հետևորդներ կար եւ նրանք ասում էին Աստված մեզ խորում գիտություն է տվել եւ այդ գիտությունը փիլիսոփայություն էր։
ավելի շատ Աստծուն հասնելու համար իրենք միջոցներ են ստեղծել հրեշտակների միջոցով եւ այլն։ Ինչ օգուտ այդ գիտությունից մարդուն։ Բայց Հովհաննես առաքյալը մեզ ներկայացնում է մեծ Աստծու անչափելի սերը մարդու համար։ Ահա կարևորությունը։ Ինչ օգուտ այդ գիտությունից գնոստիկական, որ մարդուն ոչինչ չկա, ընդհակառակը ավելի նրան շեղում է աստվածային ճանապարհներից։ Եվ ահա կարդում ենք Հովհաննես առաքյալի առաջին թանգարական թղթի 4 գլուխ 7-ից 12 համարները։ Սիրելիներ, մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստծուց է։ Ամեն ով որ սիրում է, Աստծուց ծնված է եւ ճանաչում է Աստծուն։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետեւ Աստված սեր է։ Այս բանի մեջ Աստծո սերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ ղրկեց, որպեսզի նրա միջոցով մենք ապրենք։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, հապա որ նա մեզ սիրեց եւ իր որդին ղրկեց մեր մեղքերին քավություն լինելու։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք էլ պարտավոր ենք մեկս մեկ սիրելու։ Մեկը երբեք Աստված տեսակ չէ։ Եթե մեկս մեկ սիրենք, Աստված մեր մեջ կբնակի եւ անոր սերը կատարյալ պիտի լինի։ Քանի անգամ գործածվեց սեր բառը, ով հաշվեց, տանը ձեր տնային աշխատանք հաշվեք։ Պարզաբանենք այս սիրո բուն էությունը։ Այս սերը հավիտենական է։ Մարդը սիրում է, ասում է, որ սիրում եմ։ Որքան ժամանակ, միջև այն անձնավորության, որին սիրում է նրա կյանքի վերջ, կամ միջև իր կյանքի վերջ։ Աստծո սերը հավիտենական է։ Երեմիա 31:3 Ջերեմիա Քեզ հավիտենական սիրով սիրեցի։ Այո, մարդու սերը ժամանակավոր է, անցողիկ է, փոփոխական է, կախված է իրավիճակներից եւ այդ սերը կարող է մեկ ակնթարթի մեջ ատելության եւ թշնամության վերածվել։ Դրա համար ասում են շատ մի սիրի ատել կա կամ շատ մի ատի սիրել կա, չէ՞։ Այս երկուսն էլ գործում է, մարդկային սիրո մասին է, բայց աստվածայինը հաստատուն սեր է, որը բանից կախված չէ, այն հավիտենական է։ Աստծո սերը անձնազոհ է, sacrificial, unselfish, փոխարենը ոչինչ չի պահանջում։ Փոխարենը այդ սերը մարդուն առաջնորդում է ապաշխարության։ Հռոմեացիս 2:4 կարդանք։ Աստծո անչափ քաղցրությունը ու համբերությունը եւ երկայնմտությունը long suffering արհամարում ես։ Չգիտես թե Աստծո քաղցրությունը, որ նաեւ սերն է, այդ սերը քեզ ապաշխարության է առաջնորդում։ Աստված ինչ վիճակի մեջ մարդուն սիրեց, հա? Մեղավոր, ընկած, Աստծո դեմ թշնամի եղող, մեր գործերով, խորհուրդներով հակառակ էինք Աստծուն, բայց Աստծո սերը չդադարեց։ Եփեսացիս 2:1 ասում է. երբ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած էինք, ինքը մեզ սիրեց, ինքը մեզ կենթանացրեց։ Աստծո սերը իր սրտից է բխում, որտեվ ինքը բովանդակ սեր է, համակ սեր է։ Եվ Աստծո շնորհքը հիմնված է սիրո վրա։ Grace, այդ շնորհքը, ձրի փրկությունը, իր սիրո արտահայտությունն է։ Ադամորդին դրան արժանի չէ, բայց Աստված արժանացնում է դրան, տալիս է ձրիորեն։ Երբեք մարդը իր միջոցներով, իր կարողություններով Աստծո սիրուն չի կարող հասնել։ Ինչ էլ որ անեն, իրենց թվա, որ Աստծո համար հաճելի գործեր են անում, աստվածահաճո գործեր, եկեղեցիներ կառուցել, ասենք անտուններին հոգ տանել, որբերին կերակրել, լավ բաներ են սրանք, լավ բաներ են, բայց մարդկային գործերով Աստծո սիրուն չես կարող հասնել, դեռ
հակառակը Աստծո սերն է, որ մեզ հասնում է։ Եվ այդ սերը մեզ հասավ Քրիստոսով։ Ովքեր որ հավատում են, ընդունում են, իրենց մեղքերը խոստովանում են, Աստծո այդ հիանալի սերը նրանց հասնում է։ Սուրբ Հոգու միջոցով ապաշխարում է մարդը, ստանում է Սուրբ Հոգին, իսկ Սուրբ Հոգու պտուղը եւ առաջին տեղում ի՞նչն է գրված։ Սերը, ամեն բանից գերիվեր։ Գործնականորեն մեկը ճաշակում է այդ սերը։ Մնացած բոլոր բաները այս կյանքի մեջ պիտի անցնեն, անգամ այնքան արժեքավոր Աստծո առջև պատվական բաներ, ինչպիսին է օրինակ հավատքը, առանց հավատքի մեկը չի կարող Աստծուն հաճեցնել, չէ՞, բայց դա էլ այս կյանքի համար է, երբ որ հավիտենականություն մտնենք, հավատալու պետքություն չկա։ Նույն ձևով նաև հույսը, մենք հուսացել ենք Տիրոջ խոստումներին, երբ որ հավիտենականություն մտնենք, այլևս հուսալու պետքություն չունենք, մեր աչքերով ամեն բան պիտի տեսնենք։ Աստծո սերը արտահայտվում է ոչ միայն խոսքով, որ սիրում եմ, այլ նաև գործով, դա ապացույցն է իր սիրո։ Եթե այսօր հավատացյալներին հարցնենք, այդ սիրո արտահայտությունը գործնական որն է, բոլորը կնշեն փրկությունը, Հիսուսով եղած փրկությունը, այո, դա Աստծո սիրո գագաթնակետն է։ Մյուս կողմից պիտի ասենք, որ Աստծո բոլոր գործերի մեջ իր սերը կա։ Բոլոր գործերի մեջ իր սերը կա։ Ըստ ժամանակագրության գնանք։ Ստեղծագործության մեջ Աստծո սերը կա։ Զարմացաք։ Միթե։ Բնության մեջ այսքան արհավիրքներ կան։ Չէ՞ որ երկրաշարժեր են տեղի ունենում, ջրհեղեղներ, պտա հողմեր են տեղի ունենում, թորնեդոներ, մրրիկներ, hurricanes, եւ հրաբուխային ժայթքումներ են տեղի ունենում, այդքան ավերվածություններ է գալիս, այդքան մարդիկ զոհվում են։ Սա է Աստծո սերը։ Չմոռանանք, մենք սկզբնակետին պիտի գնանք, Աստված երբ որ ամեն բան ստեղծեց, բարի էր եւ այդ ստեղծագործությունը կատարյալ եւ ներդաշնակ էր։ Բայց Աստված մեղավոր է, որ մարդը աննազանդության պատճառով մեղք գործեց։ Ով է պատասխանատուն դրա։ Մեղքը աշխարհ եկավ, որի հետևանքով ամեն բան փոխվեց, եւ մարդը իր կատարածի հետևանքը կրում է։ Ամբողջ տիեզերքում Աստված ինքնաբավ է, self-sufficient, ինքնաբավ, ինքը ոչ մեկի պետքությունը չունի, ինքը ոչինչի պետքություն չունի։ Սակայն տեսեք իր սիրո մեծությունը, այդ սիրո գործը, մարդ արարածը, իր պատկերի եւ նմանության պես ստեղծած, եւ նաեւ այս ամբողջ ստեղծագործությունը մարդու համար։ Աստված ոչ մի բանի պետք չուներ։ Ինքն իշխան է ամբողջ տիեզերքի մեջ, բայց մարդու համար այս սքանչելիքները կատարեց։ Եվ երկիր մոլորակը միակն է, որ բոլոր պահանջները բավարարված են, պարամետրերը, այսինքն չափորոշիչները կան կյանք լինելու համար։ Օրինակի համար օդի բաղադրությունը, թթվածնի քանակությունը այդ օդի մեջ, նաև ջրի առկայությունը, առանց որի կյանք անկարելի է, ձգողականության ուժը, ուրիշ ինչեր նշենք, բազմաթիվ բաներ կան, բազմաթիվ, անգամ արեգակից երկրի հեռավորությունը, եթե երկիրը ավելի հեռու լիներ, ինչ որ հիմա կա, սառածության աշճանի պիտի անցնենք։ Եթե ավելի մոտ լիներ, անկարելի էր, որ կյանք լիներ երկրի վրա, որտեղ ամեն բան պիտի այրեր։ Ուրեմն կատարյալ հեռավորության վրա է Աստված դրել ամեն բաները։ Տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսվում եւ տասնյակ հազարավոր գիտնականներ ընդգրկված են այդ ուսումնասիրությունների մեջ, որպիսի ուրիշ մոլորակի վրա, ուրիշ տեղ կյանքը գտնեն։
Ինչ ասենք այդ մարդկանց, խելացի են, գիտնական են, ասենք, որ չեք գտնելու եւ վերջ, եւ այդ միջոցները ափսոս են նման բաների վրա ծախսելու, դե ինչպես արդարացնեն, մարսի վրա ջրի շիթ են գտել, կամ այսինչ տեղում մի հատ որդի նման մի բան են գտել, մի նկար տալիս են, մարդիկ մի քիչ ոգևորվում են, հետո անցնում եւ գնում է։ Եթե ուրիշ տեղ ստեղծագործություն լիներ, Աստված իր խոսքի միջոցով պետք էր կհայտներ անպայմանորեն։ Սաղմոս 19-ի առաջի համարներում կարդում ենք հետևյալը, Սաղմոս 19-ը։ Երկինք Աստծո փառքն է պատմում, ու երկնքի հաստատությունը նրա ձեռքերի գործն է ցույց տալիս։ Ամենակարող ինքնիշխան, ինքը որոշեց, ինքը կատարեց ամեն բաները։ Օր-օրի հայտնե խոսքը ու գիշերը գիշերին ցույց կտա գիտությունը, չկա զրույց եւ չկան խոսքեր, անոնց ձայնը չի լսվում, բայց ամեն երկիր ելավ անոնց հնչյունը ու միջև աշխարհի ծայրը անոնց խոսքը։ Աստված ինքնիշխան է, Աստված մարդ արարածին իր պատկերին եւ նմանության պես ստեղծեց, թեև մարդը մեղք գործեց, մեղանչական բնությունը ստացավ, Աստծուն թշնամացավ, բայց Աստված չդադարեց մարդուն սիրելուց։ Եվ Աստված հոգում է թե հավատացողներին եւ չհավատացողներին, անգամ նրանց ովքեր որ թշնամացած են Աստծո դեմ, նրանք ովքեր որ մասնավոր պայքար են մղում Քրիստոսի անձի, Աստծո խոսքի դեմ։ Մատթեոս 5:45-ում Տեր Հիսուս այսպես ասաց. Աստված իր արևը կծագեցնի թե չարերի եւ թե բարիների վրա, եւ անձրևը կղրգի թե արդարների եւ թե մեղավորների վրա։ Ինչ ասենք մարդկանց։ Ասենք ով ապերախտներ, ուտող ուրացողներ, Աստծո բարիքները վայելում եք, իրեն ձեր կյանքերից դուրս եք մղել, չեք ուզում անգամ նրա անունը լսել։ Հոբի գրքում 22-րդ գլուխ եւ 17 համարն է, Ջոբ։ Գրված է, որ մարդիկ ասում էին Աստծուն, հեռացիր մեզանից, թեև իրենց տները բարիքներով լեցուներ։ Աստված չի դադարում մարդուն սիրելուց։ Սիրում է մարդուն։ Պողոս առաքյալը Լյուստրա քաղաքում էր գտնվում եւ այնտեղ բազմության առջև հետեւյալ ասած գործ առաքելուց 14-ն է սա եւ 16 համարը անգլերենով 17-րդ համարն է։ Ինքը իրեն առանց վկայության չթողեց, բարերարությունով երկնքից մեզ անձրևներ ու պտղաբեր եղանակներ տալով, կերակուրներով եւ ուրախություններով մեր սրտերը լեցնելով, ով մարդ արարած, Աստծո կողմից ամեն բարիքները ստացել ես, կերակրվում ես, ուրճացել ես, փարթամացել ես եւ այդ Աստծուն, որ բարիքների հեղինակն է, սիրո հեղինակն է, դու ասում ես ոչ։ Ինչ պիտի լինի քո վախճանը, սարսափելի։ Աստծո սերը նաև հայտնվում է գրված խոսքի միջոցով, որպես հաղորդակցության միջոց, communication։ Ինչպես ամեն մի սիրող ծնող իր զավակի հետ հաղորդակցվում է, որպեսզի հասկանա նրա դժվարությունները, խնդիրները, որպեսզի նրան զգուշացնի սխալներից, որպեսզի նրան շտկի, սովորեցնի, սա ճիշտ է, սա սխալ է, սա բարի է, սա չար է։ Այդ նույն ձևով մեր երկնավոր Հայրը իր խոսքի միջոցով հաղորդակցվում է մեզ հետ։ Այո, հաղորդակցման մի ուրիշ միջոց էլ կա, որ աղոթքն է։ Այս պարագային խոսքի միջոցով Աստված մեզ է խոսում, մենք լսում ենք։ Աղոթքի միջոցով մենք մեր հորն ենք խոսում, ինքն է մեզ լսում։ Ուրեմն Սուրբ Գիրքը Աստծո հաղորդակցվելու միջոցն է մարդու հետ։ Աստծո սիրո մասին մենք որտեղից պիտի իմանանք։ Մենք որտեղից պիտի իմանանք, որ
մարդ արարածին Աստված ստեղծեց, որ երկինք ու երկիր ինքն է ստեղծել։ Մենք ինչպես պիտի իմանանք 2000 տարի առաջ կատարված փրկagorցյան վերաբերյալ։ Մենք ինչպես պիտի իմանանք գալիք ապագայում տեղի ունեցող իրադարձությունները, չէ որ իր խոսքի միջոցով։ Ուրեմն սա հաղորդակցության միջոցն է, իր սիրո արտահայտության միջոցն է։ Սաղմոս 119-ի 105-ը Քո խոսքերդ իմ ոտքերիս ճրագ է եւ իմ շավիղներիս լույս է։ Այս աշխարհը մութ աշխարհ է։ Խաբեբաց ճանապարհներ, խաբեություններ շատ կան։ Եվ մարդիկ խավարի մեջ խարխափում են։ Եվ ցավոք սրտի լույսին չեն գալիս, որտեվ եթե գան իրենց չար գործերը պիտի հանդիմանվեն, նախընտրում են խավարի մեջ մնան։ Բալավ ինչ անեն, մի բան ուզում են իմանալ, բախտագուշակներ, սայկիկների մոտ են գնում։ Ով մարդ արարած, այդ սայկիկը արդեն սատանայի կողմից խաբված է։ Դու խաբվածի մոտ գնում ես, որ դու էլ կրկնակի խաբվես։ Եվ մարդիկ շարունակում են գնալ։ Այսին ցավ է։ Մեր ազգի մեջ էլ մտած մի քանսերի նման մի բան է սա։ Բախտագուշակի մոտ։ Տար դրամներդ այնտեղ վատնի, փողերդ վատնի եւ քեզ լավ ճանապարհ կասի։ Քո գլխի տակ փափուկ բարձ կդնի եւ դու խաբված էլ կմնաս։ 6-րդ զգայարան։ 6-րդ զգայարան։ Եվ դա ինչ զգայարան է։ Նստած մի քանի մոգեր, սայկիկներ, սատանայի որդիներ գուշակություններ են անում, այս ինչ լավ գուշակեց, գտավ այդ մարդուն, անշուշտ որ պիտի գտնի, չէ որ իրենց պապան հուշում է, և մարդիկ խաբված են, մարդիկ չեն ուզում, տիրոջը գան, որպեսզի իմանան ուր են և ուր են գնում, բայց նախընտրում են այդպիսիների մոտ գնալ։ Տեր Հիսուս իր աշակերտներին հետևյալ ասաց, Հովանու 6-րդ գլուխ և 64 համար։ Հոգին է կենթանի անողը, մարմինը շատ չի անում, որտեղ մարմինը մեռնում է։ Այն խոսքերը, որոնք ես ձեզ խոսում եմ, հոգի և կյանք են։ Այս խոսքը, որ մեր ձեռքերի մեջ ունենք, կյանք է, կյանքի խոսքեր են։ Այս խոսքն էր, որ մեզ ծնունդ տվեց, այս խոսքն է, որ մեր ոտքերին ճրագ և մեր շավիղներին լույս է և մեզ առաջնորդում է դեպի հավիտենականություն։ Խոսքը լողոս, Աստծո իմացականությունը։ Անշուշտ Աստծո սիրո ամենամեծագույն և նշանակալի գործնական արտահայտությունը Աստծո փրկության ծրագիրն է։ Աստծո սերը մարդու հանդեպ պատճառ դարձավ մարդու փրկությանը։ Կարդում ենք Եփեսացիներին գրված նամակի Եփեսացիս 2-րդ գլուխ 2-ից 4 համարը եւ այնտեղ գտնում ենք մեր անցյալ կյանքը, ինչպես որ նաեւ համայն մարդկության կյանքը այսպիսին է։ Նրանց մեջ ժամանակին մենք էլ կքայլեինք այս աշխարհի բռնած ճամփով, այս օդի իշխանության իշխանի ուզածի պես, այն ոգու ով է դա, սատանան է, որ հիմա ապստամբության որդիների ներսիդին կներգործի։ Աշխարհի մեջ երկու հոգի կա, Աստծո հոգին է եւ սատանայի հոգին է։ Աստծո հոգին ներգործում է իր զավակների մեջ եւ Աստված ասում է, չարի հոգին ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Նրանց մեջ մենք ամենք սել կպտտեինք մեր մարմնի ցանկություններով եւ մարմնի եւ մտքի ուզածը կկատարեինք եւ բնության բարգության որդիներ ենք։ Այդպիսին էր մեր վիճակը նաեւ։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր առատ սիրով, որով մեզ սիրեց, եւ մենք դեռ հանցանքների մեջ մեռած ենք, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց։ Դուք շնորհքով փրկված եք, ձերի փրկությունով փրկված եք։ Ահա Աստծո հռչակումը։ Եսայի մարգարեն, Եսայի 59-ի 2-ը հետևյալն է գրում, Այզեա, բայց ձեր եւ Աստծո միջև բաժանում դնողը ձեր անօրենությունները եղան,
Ձեր մեղքերը նրա երեսը ձեզանից ծածկեցին, որ չլսի։ Ուրեմն մեկի պետքությունը կար, որ այս անջրպետը վերցնի, մեղքի պատնեշը քանդի, եւ ուրիշ մեկը չգտնվեց, Աստծո բազուկը իրեն օգնության եկավ, մեկը որ Աստված էր, մարդկային բնություն հագավ, Հիսուս Քրիստոսի անձի մեջ հայտնվեց, կատարյալ մարդ անթերի Աստված, այդ մեղքի պատնեշը քանդեց խաչի վրա, այդ անջրպետը վերցրեց, որպեսզի մարդ եւ Աստված նորից հարաբերվեն։ Հռոմեացիներին գրված նամակը, Հռոմեացիս 5-րդ գլուխ, եկեք կարդանք, 6-ից 9 համարներն է։ Վասնզի երբ մենք դեռ տկար էինք, հարմար ժամանակին Քրիստոս ամբարիշտների համար մեռավ։ Վասնզի արդարի համար հազիվ կարող է մեկը մեռնել, բայց բարի մարդու համար կարելի է, որ մեկը համարձակվի մեռնել։ Սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր ենք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Ուրեմն, հիմա որ իր արյունով արդարացանք, որչափ ավելի իրենով պիտի ազատենք գալիք բարկությունից։ Իր սերը մեր վրա հայտնեց, երբ որ մենք դեռ մեղավոր ենք։ Քրիստոս համայն մարդկության համար խաչը ելավ։ Եվ 6-րդ գլխի 23 համար ասում է, քանզի մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Երեք հաճախ անըմբռնելի այս սերը, այս ինչպիսի սեր է, արդարը մեղավորների համար, սուրբը պիղծերի համար իր կյանքը դնի։ Տեր Հիսուս այդպես վարվեց։ Իսկ նոր կտականի ամենանշանավոր համարը որն է։ Հովանու 3:16-ը։ Աստված այնչափ սիրեց ում բոլորին մարդկությանը եւ դա գրված է Աղապիսեն, այնչափ սիրեց, որ իր միածին որդուն տվեց, զոհեց, որպեսզի ով որ հավատա դժոխ չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ այդ բանը իրականանում է հետևյալ սկզբունքով։ Մեկը հավատում է, իր մեղքերը խոստովանում է, Քրիստոսի արյունով մաքրվում է եւ դառնում է Աստծո որդի։ Աստված անգամ արգիլեց Աբրահամին իր որդին զոհելու։ Ասաց, չէ, վերցրու Իսահակին, տար Մորիայի լեռը եւ այնտեղ զոհ պիտի անես եւ Աբրահամը հոժար էր այդ բանը անելու։ Փայտերը շարեց, կրակը վառեց, ամեն բան պատրաստ էր, բայց Աստված միջամտեց, թույլ չտվեց, որ Աբրահամը իր որդուն զոհի։ Մացառների մեջ մի խոյ կար կապված, դա զոհեղավ։ Աստված Աբրահամին թույլ չտվեց իր որդին զոհելու, բայց Աստված ինքը իր որդուն զոհեց։ Իր լավագույնը տվեց, մեկը որ մեղք չէր գիտեր, համայն մարդկության համար մեղք սեպվեց խաչի վրա, որպեսզի մենք Աստծո արդարները դառնանք։ Հովհաննես առաքյալը այսպես է գրում, առաջի Հովանու 4:10. Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, հապա որ ինքը մեզ սիրեց եւ իր որդուն մեր մեղքերի համար զոհեց քավություն լինելու համար։ Եվ եթե սիրո մասին գրված բոլոր համարները շարունակաբար ասենք, մեզ երկար ժամեր է պետք, որովհետև այդքան համարներ կա Աստծո սիրո մասին գրված Սուրբ գրքի մեջ։ Աստծո սիրո պտուղը, ի վերջո ինչ է այդ պտուղը, հավիտենական կյանք։ Մարդ արարածի համար ամենաթանկագին բանը ինչն է։ Կյանքը, ոչ թե կյանքի մեջ եղած կարևոր բաները, այլ կյանքն է կարևոր։ Եթե կյանքը այդքան կարևոր է, պատկերացրեք հավիտենական կյանք։ Այսօր մարդիկ կռիվ են տալիս, երկարակեցության համար ամեն կերպեր միջոցներ գործադրում են, բուժման
շատ լավ միջոցներ, դայետներ եւ այլն, որ իրենց կյանքը երկարի։ Աստված ասում է, ձեզ համար ձրի հավիտենական կյանք ունեմ։ Եվ այդ կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Եթե մենք Աստծուն այս կյանքի համար ենք հուսացել, որ առողջ լինենք, հաջող լինենք, մեզ փորձություններ չգան եւ այլն, եթե այդպիսիները կան, նրանց պիտի ասեմ, որ դուք խաբված եք։ Եթե մեղմ ասենք, խաբված եք։ Դա չէ կյանքի նպատակը, Աստված հավիտենական կյանք է շնորհել։ Այո, Աստված այդ ամենն էլ է հոգում, բայց եթե միայն այս կյանքի համար ենք Աստծուն հուսացել, Առաքյալ ասում է, դուք ամեն մարդկանցից ավելի խղճալի եք։ Պատկերացնում եք այդ կոչումը Աստծո որդի։ Հավատքով դարձել ես Աստծո որդի եւ հավիտենականությունը որպես ժառանգորդ քեզ տրված է։ Ժառանգություն է տրված։ Կարդանք Եբրայեցիս 9:15 համարը։ Սրա համար ինքը նոր ուխտի միջնորդն է, որպիսի իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքներին քավության համար եղած լինելով հրավիրվածները հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ Այդ պտուղը, որ խոստացվեց մեզ, փրկության գործի հավիտենական կյանքն է, եւ նաեւ այս համարով փաստվում է, որ Քրիստոսից առաջ հավատացողները եւս Քրիստոսի արյան արժանիքով է, որ հավիտենական կյանք են ունենում։ Նրանք հավատքով նայում են գալիք խաչին, մենք ետ ենք նայում, խաչը մեզանից 2000 տարի առաջ եղավ։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի արյունով այդ փրկությունը, քավություն ստանալը։ Պետրոս առաքյալն էլ հետևյալն է գրում, 2 Պետրոս 3:13-ը։ Իր խոստումի համեմատ նոր երկնքի ու նոր երկրի կսպասենք, որի մեջ արդարությունն է բնակում։ Աստծո սերը աղապի նշանակում է տալ առատությամբ եւ ոչ թե մարդու սրտի ցանկության համեմատ, այլ պետքի համեմատ։ Մարդու սիրտը շատ բաներ է ցանկանում, բայց Աստված շատ լավ գիտի պետքը ինչ է։ Եվ դրանցից մեծագույնը հավիտենական կյանքն է։ Եվ Աստված ձրիորեն այն շնորհում է։ Մի կյանք, որ վախճան չունի։ Անկամ այս կյանքի մեջ Տերը իր լավագույնն է անում իր զավակների համար։ Գիտեք, այսօր քիչ չեն տրտնջացողները, ովքեր որ ասում են, այսքան աղոթք ենք անում, Աստված մեզ չի լսում, մեր ուզածները չի տալիս, Աստված մեզ թողել է, մեզ չի սիրում։ Այդպես է։ Եթե մեկը ճշմարտապես Աստծո որդի է եւ նման մի բան է խոսում, Աստծո դեմ մեղանչում է ինքը։ Այդպիսիները շատ հավանաբար լսում են այդ բարգավաճման քարոզիչներին, նրանք ովքեր որ հետևյալն են բերում, որ երկիրը լիությունով Տիրոջն է եւ Աստված էլ մեր երկնավոր հայրն է, նշանակում է ինչ որ երկրի մեջ կա, մերն է։ Բայց մոռանում են այդպիսիները, որ այս աշխարհի իշխանը սատանան է, որ անգամ Տեր Հիսուսին այսպիսի խոստում էր տալիս. եթե ինձ երկրբակես, ես ամեն բաները քեզ կտամ, որովհետև ինձ է հանձնված։ Մոռանում են այդ բաները։ Աստված իր զավակներին տալիս է այն, ինչ որ ինքն է համարում լավագույնը, ոչ թե այն, ինչ որ հավատացյալ իր սրտի մեջ խորում է եւ ուզում է։ Իսկ ովքեր որ նրանց քարոզածի համաձայն չեն ունենում այդ բարիքները, ասում են, որ գիտես, բավարար հավատք չունես։ Եթե հավատք ունենայր, կունենայր, բայց կունեցած հավատքը շատ քիչ է։ Մի քարոզիչ այսպես ասավ. եթե դու հեծանիվ ունենալու հավատք ունես, հեծանիվ կունենաս։ Բայց եթե Rolls-Royce ունենալու հավատք ունենաս, Rolls-Royce կունենաս։ Եվ ինչ է կարծում այդ քարոզիչը ինչ մեքենա ուներ։ Rolls-Royce, անպայմանորեն։ Մյուս կողմից էլ անշուշտ սատանան գալիս է եւ փսփսում է ասելով հավատացյալ ականջին, «Էսի չա քո վիճակը»։
Չես ստանում այս բանը, նշանակում է Աստված քեզ չի սիրում։ Այսպիսի բաներով են անցնում մարդիկ առանց իմանալու Աստծո իրական սերը։ Աստծո իրական սերը։ Եվ ոմանք Աստծուն դրել են կաղանդ պապայի տեղ, որ մեծ վերհաուզներ ունի, պահեստներ, ինչ որ խնդրեն, հաջորդ օր անմիջապես պիտի հանի եւ պիտի տա։ Այդպես են մտածում։ Խելացի ծնողը գիտի թե իր զավակի ուզածներից որն է որ իրեն համար օգտակար է եւ որն է որ վտանգավոր է եւ անօգուտ է։ Եվ նրա համար անում է լավագույնը, չէ՞, օգտակար բաներն է տալիս։ Այդ նույն ձևով Աստված գիտի որ ինչն է որ մեզ համար օգտակար է, այդ է տալիս։ Ինչ գիտես ով մարդ, թերևս եթե քո պետքերդ առատությամբ լեցվի եւ բարգավաճես, մի օր Աստծուն պիտի թողնես, հավատքից պիտի հեռանաս, մարմնավոր հավատացյալ պիտի դառնաս։ Հռոմեացիս 8:32-ում կարդում ենք. Տերը, ով իր որդուն չխնայեց, հապա մեր ամենքի համար զոհեց, այլ ինչպես նրա հետ բոլոր բաները մեզ չի պարգևի։ Աստված ամենամեծագույնը տվեց, Քրիստոսին տվեց մեզ համար, դրա հետ միասին մեր բոլոր մնացած անհրաժեշտ բաները չի տա, անշուշտ որ կտա։ Աստծո սիրո, ինչպես ասենք, ճոխ արդյունքը հետևյալն է, առաջի Հովանու 2:25, սա է այն խոստումը, որ ինքը մեզ խոստացավ, այսինքն ինչ, հավիտենական կյանք, ով հավատացյալ, ուրախացիր և ցնծա, որովհետև դու հավիտենական կյանք ունես, անվախճան դարեր, և այդ կյանքը այս կյանքի հետ անհամատեղելի է, անհամեմատելի է, այս կյանքը լեցուն ամեն տեսակ նեղություններով, հիվանդություններով, դժվարություններով, մարմնի ցավերով ամեն օր, բայց հավիտենական կյանք, որտեղ արցունքներ չկա, որտեղ նեղություն ու հիվանդություն չկա, որտեղ մահ չկա, եւ Քրիստոսի պայծառ երեսը պիտի տեսնենք եւ նրա հետ պիտի ապրենք հավիտյանս հավիտենից։ Իսկ եթե մեկը այս հույսը չունի, նրան ինչ ասենք։ Ասենք ով մարդ ողբա, քո վիճակդ ահավոր է, դու դատապարտված ես, այս պահին դու պատկանում ես դժոխքին, բայց սիրո աղբյուրը, սիրո Աստվածը հնարավորություն է տալիս, քանի դեռ մեր վրա շունչ կա, հնարավորություն կա, եւ Աստված հրավիրում է այդ սիրուն, ասելով որ իմ որդիս քեզ համար իր կյանքը զոհեց, ընդունի այդ զոհը, այդ փոխանորդական մահ, դու պիտի մեռնես, քո փոխարեն ինքը մեռավ, քո մեղքերդ իր վրա առնելով, ընդունի այդ զոհը եւ հավիտենական կյանք կունենաս։ Աստվածային սիրո էությունը, այդ բնությունը, nature-ը, Պողոս առաքյալը հիանալի ձևով ներկայացնում է առաջի Կորինթացիներին գրած նամակում 1 Corinthians 13-րդ գլխի մի քանի համարներ կարդանք։ Կորինթացիներին հետևյալն է ասում. Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներ խոսիմ, իր առաջի դեմքով է խոսում, բայց նրանց է ասում, որ ձեզ թվում է, որ դուք հրեշտակների լեզու եք խոսում։ Եվ սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եղա։ Կամ հնչող ծնծղանների պես, եւ եթե մարգարեություն ունենամ, եւ հասկանամ ամեն խորհուրդները, եւ ամեն գիտությունը, եւ ունենամ ամեն հավատքը միջև լեռները տեղափոխելու, եւ սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներին կերցնեմ, եւ իմ մարմինս այրելու տամ, եւ սեր չունենամ, օգուտ չեմ ունենար։ Ունեցածդ աղքատներին տուր, տեսնում եք։ Աստված ինչ ասում։ Ասում է բրավո, լավ բան արեցիր, բայց եթե այդ սերը Քրիստոսը քո կյանքիդ մեջ չունես, այդ արած բաներդ Աստծո առջև ոչինչ են։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձվում, սերը չի գոռազանում, չի հպարտանում, անվայել վարմունք չունի, իրենը չի փնտրում, բարկության չի գրգռում, չարություն չի խորում, անիրավության վրա չի խնդում, հապա ճշմարտությանը խնդակից է լինում։
ամեն բանի կզիչանի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբերե։ Սերը բնավ չի ընկնում, բայց եթե մարգարեություններ լինեն, պիտի խափանվեն, եթե լեզուներ պիտի դադարեն, եթե գիտություն պիտի խափանվի։ Եվ 13 համարը կարդանք։ Ուստի հիմա կմնա հավատ, հույս, սեր եւ սրանցից մեծագույնը սերն է։ Հավատն ու հույսն էլ պիտի անցնեն, բայց սերը հավիտյանս հավիտենից պիտի մնա։ Ունենք հիանալի, թանկագին, աննման, եզակի, քաղցր, սիրո եւ բարության աղբյուր, գթության եւ ողորմության Աստվածը, մեր փրկիչը Հիսուս Քրիստոսը, որ մեզ համար ամեն բան է արել։ Սրանից հետո որևէ տրտունջ, որևէ խոսք Աստծո հանդեպ հանցավոր ես, Աստված քեզ համար ամեն բան արել է, հոգացել է կյանքիդ մեջ ամեն եղածները, եղած բանիդ մեջ, եղած վիճակիդ մեջ, Աստծուն փառք տուր։ Իսկ փոխարենը, այսքան արածի փոխարենը, Աստծո ակնկալածը մեզանից ինչ է։ Ինչ է սպասում Աստված մեզանից։ Հիսուս այսպես ասաց, Հովանու 14:15-ն է այս համարը։ Եթե ինձ սիրում եք Տեր Հիսուսին։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները սպահեք, եւ այդ պատվիրանները ծանր բան չեն։ Այդ պատվիրանները սիրո պատվիրաններ են։ Եվ այն սկսում է հետևյալով. քո Տեր Աստվածդ սիրես, քո ամբողջ սրտովդ, մտքովդ, քո ամբողջ էությամբ, դրանով է սկսում։ Հետո գալիս է մեր նմանակին, մեր եղբորը, մեր քրոջը, մեր դրացին։ Եթե այս բանը անես, Աստծո առջև սիրո պատվիրանը դու լրացրեցիր։ Նախաբանը, որ մենք կարդացինք, որպես բնաբան մեզ համար ծառայեց, եւ նորից մի քանի համարներ եկեք կարդանք։ Առաջ Հովանու 4 գլուխն է, 7-8 համարները։ Մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստծուց է, ամեն ով որ կսիրե, Աստծո մեջ ծնած է եւ կճանչնա Աստված։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, վասնզի Աստված սեր է։ Դե հիմա սիրելիս քո անձդ քննի։ Եթե չես սիրում, այդ պարագայի մեջ նշանակում է դու քո ադամական բնությանդ մեջ ես։ Եվ Սուրբ Հոգին, որ քո մեջ եկավ եւ առաջի տեղում եւ դրա գերագույն պտուղը սերն է, դու չես գործածում։ Որպեսզի Աստվածային սերը գործնականորեն մեր կյանքերի մեջ իրականանա, կարևոր է, որ մենք նաեւ ունենանք ներման հոգի։ Սերը եւ ներումը ուղիղ համեմատական կապ ունեն իրար հետ։ Չես կարող ասել սիրում եմ, եթե չես ներում։ Կամ չես սիրում, բայց ներում ես, ներում եմ, բայց չեմ սիրում։ Չի լինի, ուղիղ համեմատական կապ կա այս երկուսի մեջ։ Ուրեմն ներման հոգիով պիտի գնանք սիրելու համար։ Մի երիտասարդ կար, անունը Հովսեփ էր։ Այս երիտասարդը իր հոր կողմից շատ սիրված էր եւ աստվածային շնորհներով լեցուն էր եւ իր եղբայրները նախանձեցին իրեն, այդ նախանձությունը փոխվեց ատելության, ատելությունը թշնամության, որից հետո որոշեցին իրենց կրտսեր եղբորը սպանեն։ Եվ ահա մեկ քայլ էր մնում, գործնականորեն պիտի այդ բանը անեն, աստվածային միջամտությամբ եւ նախախնամությամբ այդ բանը տեղի չունեցավ եւ Հովսեփը ծախվեց իսմայելացիներին, որ նրան տարան Եգիպտոս։ Այնտեղ էլ այս խեղճ երիտասարդը շատ բաներ քաշեց, շատ փորձություններով անցավ, բանտարկեցին անգամ իրեն, բայց Աստված, քանի որ նա հնազանդ էր, քանի որ նա Տիրոջը շատ սիրում էր, Աստված նրան բարձրացրեց։ Եկավ մի օր, երբ որ Հրեաստանում սով էր, իր եղբայրները գնացին Եգիպտոս, որպեսզի այնտեղից ցորեն բերեն, հաց բերեն։ Հովսեփը Եգիպտոսում երկրորդ անձնավորությունն էր, ամեն բան իր ձեռքին էր։ Ճանաչեց իր եղբայրներին,
ճանաչացրեց ինքը իրեն իր եղբայրներին, լացեց նրանց հետ, ներեց նրանց, սիրեց, սիրո արդյունք էր դա։ Միչև որ չներես չես կարող սիրել։ Սերը միայն շրթունքների խոսք չի, սերը գործողություն է, շարժ է, ակշն է։ Ներեց, այդ ներելը ցույց տվեց իր սիրելով եւ հակառակը։ Հիսուս իր խաչողների համար ինչ ասաց հորը, հայրներին նրանց, չգիտեն թե ինչ են անում։ Տեր Հիսուս իրեն 3 անգամ դավաճանած, մատնած, ինչ ուզում եք ասեք, Պետրոսին 3 անգամ, 1 անգամ չէր, 3 անգամ ներեց եւ իր սերը ցույց տվեց նրան։ Գիտեք, որ Հիսուսի խաչողների մեջ մենք էլ կանք, հա, զարմացաք, 2000 տարի առաջ է եղել, մենք երբ ենք ծնվել, որևէ կապ չունի, Հիսուս մեր մեղքերի համար խաչ ելավ, մեր մեղքերը պատճառ եղան Հիսուսի խաչ ելելուն, այնպես որ մենք էլ այդ բանի մեջ հանցավոր ենք և մեղքերի հանցանքների մեջ մեռածել ենք, բայց Աստված մեզ սիրեց և իր արյունով մեզ լվաց։ Հակոբոս առաքյալը 2 գլուխ 8 համարում մեզ հիշեցնում է արքայական օրենքը։ Որն է այդ արքայական օրենքը։ Քո ընկերոջդ սիրես քո անձիդ պես, քննենք տեսնենք, հնարավոր է սա թե չէ։ Պիտի ասենք, որ բոլորս էլ այս կապակցությամբ աշխատելու տեղ շատ ունենք, չէ։ Եթե մեկին հաջողվում է, թերևս մյուսին չի հաջողվում, այնպես այդ բանը ես անեմ, այսքան բաներ իմ անձի հանդեպ արավ։ Հիսուսի անձի հանդեպ ինչեր արեցին, բայց ինքը ներեց և սիրեց, նույն ձևով մենք էլ չպիտի նայենք ինչ կատարվեց մեր հանդեպ, պիտի նայենք թե Աստծո խոսքի ինչ է ասում, եթե առաջնորդվենք Աստծո խոսքով, Սուրբ Հոգին մեզ պիտի օգնի, որպեսզի մենք կարողանանք ներել և սիրել։ Անշուշտ սիրո վերաբերյալ շատ համարներ կան և այս ամենը եթե մեջտեղ բերենք թերևս գլխապտույտ էլ կունենանք և չենք էլ հիշի, բայց մի քանիսը պիտի ասենք նախքան մեր քարոզախոսությունը ավարտելը։ Հռոմեացիս 13-րդ գլուխը 8-ից 10 համարները հետևյալն է ասում. Բնավ մեկին պարտական մի գտնվեք, այլ մեկս մեկ սիրելու մեջ պարտական գտնվեք։ Այսինքն, իմ եղբայրը սիրելու մեջ ինձ անցավ, ես էլ աշխատեմ նրան հասնեմ, նրան անցնեմ։ Սերը միշտ աճելու տեղ ունի, Պողոս առաքյալը այդպես էր իր գրությունների մեջ ասում, որ աղոթում եմ, որ ձեր սերը գնալով աճի։ Վասնզի այս մի շնար, մի սպաներ, մի գողանար, սուտ վկայություն մի արա, մի ցանկար և ուրիշ պատվեր որ կա, բոլոր այս խոսքի մեջ է բովանդակվում, քո ընկերը սիրես, քո անձիդ պես, սերը ընկերոջը գեշություն չի անում, ուրեմն օրենքի լռումը, օրենքի ամբողջացումը, ինչն է, սերն է, աղապի, այս աննման սերը, այս անվերջանալի սերը, այս քաղցր սերը։ Տիմոթեոսին գրած նամակում Պողոս առաքյալը այսպես ասում. Առաջ Տիմոթեոս առաջի գլուխ 5 համար։ Իսկ պատվիրանքի գլուխը սերն է, սուրբ սրտով, բարի խճմտանքով, անկեղծ հավատքով։ Պայմաններ է բերում։ Այդ սերը իրապես արտացոլվելու համար բարի խճմտանք, անմեղադրելի խճմտանք, սուրբ սրտով, անկեղծ հավատքով։ Երբ որ մոտենում ենք, այս սերը իրապես ինքնաբերաբար մեջտեղ է գալիս։ Պետրոս առաքյալի գրություններից մի համար կարդանք, 2 Պետրոս առաջի գլուխ 3-7 համարները, սա մի բուրգ է, որ կառուցվում է և ամենավերևում ինչն է, ինչպես իր աստվածային զորության, կյանքի և աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզ տվավ, նրա գիտությունով, որ մեզ փառքով և առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ և պատվական խոստումներ են մեզ տրված,
որպեսզի սրանցով աստվածային բնությանը հաղորդակցվենք, աշխարհի ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով։ Եվ այս բանի համար բոլոր ջանքերնի դրած հավատքի վրա առաքինություն ավելացրեք, եւ առաքինության վրա գիտություն, եւ գիտության վրա ժուժկալություն, self-control, եւ ժուժկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն, դրա վրա էլ եղբայրասիրություն եւ եղբայրասիրության վրա ինչ? Սեր, քանի որ այս բաները ձեր վրա կգտնվին եւ կաճին, պարապ եւ անպտուղ չեք ընդ լինել մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչելու մեջ։ Ուրեմն այս որակները, այս առաքինությունները անհրաժեշտ են եւ դրանց գերագույնը ինչն է? Սերն է։ Սերը մեղքերի բազմությունը ծածկում է։ Սերը կատարելության կապն է։ Եփեսացիս 5-րդ գլուխ առաջի 2 համարները։ Արդ Աստծուն նմանող եղեք, սիրելի զավակների պես, եւ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոս էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց անուշահոտ պատարակ ու զոհ լինելու Աստծո։ Ինչպես որ Տերը վարվեց, նույն ձևով նաեւ մենք վարվենք, որտեղ Եբրայեցիների մեջ գրված է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Հիսուս մեր օրինակն է, Հիսուս մեզ համար հավատքի առաջնորդ է, գործադրողն է, իրեն նայենք, ինչպես որ ինքը վարվեց, նույնպես նաև մենք վարվենք։ Եվս մեկ համար Կողոսացիս 3-րդ գլուխ 12-14 համարները։ Ուստի Աստծո ընտրյալ սուրբերի եւ սիրելիների պես ձեր վրա հակեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, սրանք բոլորը սիրո բաղադրիչներ են։ Խոնարհությունը, հեզությունը, երկայնմտությունը իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մեկի դեմ տրտնունջ ունենա, ինչպես Քրիստոս ձեզ ներեց, նույնպես դուք էլ միմյանց ներեցեք։ Եվ այս բոլոր բաների վրա սերը հակեք, որ կատարելության կապն է։ Պատվիրանը տրված է, մնում է, մենք էլ ոչ միայն խոսքով սիրենք, այլ նաև գործով եւ վարմունքով։ Տեր այս բանի մեջ մեզ թող շնորհք տա։ Եվ նաև ամենավերջում կոչ պիտի անենք բոլոր նրանց, ովքեր որ այս հիանալի աննման քաղցր սիրուն հաղորդ չեն եղած։ Եթե Քրիստոսը չունես, հետևաբար նաև այդ սերը չունես։ Մեկ քայլ կարող ես անել եւ այն ունենալ։ Խոստովանել քո մեղքերդ Աստծո առջև եւ Հիսուսին սրտանց իրապես քո կյանքիդ մեջ հրավիրես։ Քո իսկ բառերով, ասա Տեր Հիսուս, կյանքիս մեջ եկուր։ Ուզում եմ քեզ հետ ապրել, քեզ հետ այս կյանքը ընթանալ։ Գիտեմ, որ դու բարի ես, գիտեմ, որ դու սիրո Աստված ես, եւ Հիսուս Քրիստոսի արյունը քեզ բոլոր մեղքերից պիտի սրբի եւ դու Աստծո որդի պիտի հռչակվես իշխանությամբ եւ հավիտենականությունն էլ քեզ որպես ժառանգություն պիտի տրվի։ Տերը թող իմաստություն տա, որպեսզի այս քայլը կատարես։ Տերը թողորտի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։